Այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք առողջության իրավունքը ԳԻ նախագահ Անուշ Պողոսյանին, նրա հետ խոսելու ենք առողջապահության խնդիրների վերաբերյալ։ Բարև ձեզ, Տիկին Պողոսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Առողջապահական խնդիրները այսօր բազմազան են։ Ամենամեծ հարցը, որը որ այսօր քաղաքացիներին անհանգստացնում է, դա համապարփակ ապահովագրության ներդրումն է 2026 թվականի հունվարի 1-ից ներկայիս իշխանությունը խոսք է տվել համապարփակ ապահովագրության ներդրում։ Եվ այսօր հակիրճ կխոսեմ դրա մասին, այնուհետև սիրով այլ հարցերի կպատասխանեմ։ Ամենակարևոր խնդիրը, որ ուզում եմ ասել, որ այն ինչի մասին այսօրվա իշխանությունը վարչապետի գլխավորությամբ խոսում է, ընդհանրապես օրենքի նախագիծ է, եւ արդեն իսկ խոսվում է որպես կայացած փաստ, որ հունվարի 1-ից լինելու է այդ ապահովագրությունը, սակայն օրենքը դեռ ազգային ժողով չի մտել, դեռ ազգային ժողովում քննարկումներ չեն եղել, եւ համենայն դեպս վերջին 4 տարիների ընթացքում ես ինքս տեսել եմ բազմիցս տարբեր օրենքների շրջանառություն համապարփակ ապահովագրության եւ որոնք կյանքի չեն կոչվել, սակայն ինչ խնդիրներ եմ տեսնում այս նախագծի վերաբերյալ, ուրեմն հարցը նրանում է, որ հայտարարվում է, որ մինչև 18 տարեկան քաղաքացիներին 65 եւ ավել տարիք ունեցող քաղաքացիներին եւ առաջի, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամներին պետությունը իր վրա է վերցնում ապահովագրության process-ը, այսինքն սուբսիդավորելու են, եւ այս քաղաքացիները պետության կողմից ստանալու են ապահովագրական փաթեթները։ Սակայն չեն ասում ինչ ծավալի, ինչ ծառայություններ է մատուցելու այս փաթեթը, որը որ պետությունը գնելու է այս քաղաքացիների համար, այսինքն ստացվում է, որ ներկայիս գործող պետպատվերը, նշեմ, որ այս քաղաքացիները մինչև 18 տարեկան առաջի, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամները ամբողջությամբ պետական պատվերի շահառուներ էին եւ ստանում էին պետպատվերը, իսկ 65+ տարեկանների, եթե ֆիլտրում ենք նրանց մի մասը առաջի, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամներ էին, որը եւս պետպատվերի շահառուներ էին եւ այն մասը, որը որ պետպատվերի շահառու չէր, ապա ստանում էր իր պետական պատվերով առողջության առաջնային պահպանման օղակներում, որտեղ հավաքագրված էր առաջնային բժշկական օգնություն եւ սպասարկումը եւ ամբուլատոր բժշկական օգնությունը, ինչպես նաեւ շտապ օգնության ծառայությունը եւ շտապ եւ անհետաձգելին, այսինքն մի գեղեցիկ փաթեթավորում են արել եւ պետպատվեր հասկացությունն անունը այսպես գեղեցիկ փոխակերպում են ապահովագրության անունով եւ ամենակարևորը կարմիր գծով գնում է, որ այս ապահովագրության անունը ճիշտ է համապարփակ է, բայց դա այդքան էլ համապարփակ չէ, այսինքն ինքը ենթադրում է, որ միայն 30% առողջապահական խնդիրներն են ֆինանսավորել, այսինքն սա նշանակում է, որ մեր քաղաքացիները ապահովագրական փաթեթ ունեցող դիմելու են բժշկական կենտրոններին եւ իրենք շարունակելու են լսել, այսօր եթե լսում էին պետպատվերը վերջացել է, դեղորայքը վերջացել է, լսելու են ապահովագրությունը վերջացել է, դեղորայքի գումարը վերջացել է եւ քաղաքացիները ստիպված են լինելու բավականին քանակությամբ համավճարներ վճարելու, ինչպես նաեւ օրենքի նախագծում կա այսպիսի կետ, որ առաջի, երկրորդ, երրորդ խմբի ՑՄԱ հաշմանդամները 28 թվականը մինչև նորից պետքա անցնեն բժշկասոցիալական փորձաքննություն, որովհետև առողջապահության նախարարը խիստ կասկածի տակ է դնում նրանց հաշմանդամ լինելը եւ ասում է պետք է նորից անցնեն, պետք է ապացուցվի, որ նրանք հաշմանդամներ են, որպեսզի մենք կարողանանք նրանց ապահովագրական փաթեթը պետության կողմից փոխհատուցենք։ Սա իհարկե շատ է վտանգներով եւ տարբեր խնդիրներով
եւ այստեղ ամենահետաքրքիրը այն է, որ 200,000-ից ավել աշխատավարձ 200 եւ ավել աշխատավարձ ունեցող քաղաքացիները պետք է այլևս 129,000 դրամ տարեկան ապահովագրավճար մուծեն, ինչը ենթադրում է, որ նրանք պետք է ամեն ամիս պարտադիր այսպես սկզբունքով այդ վճարները մուծեն, որովհետև նրանց չվճարելը, այդ գումարի չվճարելը վարչական իրավախախտումների մասին օրենքով արդեն կատարվել է փոփոխությունը եւ նրանք կստանան տուգանքներ, եթե չվճարեն այս գումարները։ Սակայն այս քաղաքացիները վճարելով այդ գումարները դեռ չգիտեն ինչ փաթեթ են իրենց համար առաջարկում, ինչ ծավալի սկրինինգներ, ինչ ծավալի ԱԱՊ հետազոտություններ է լինում եւ այստեղ շատ երկրներում սոցիալական այսպես արդարության սկզբունքով դրված է ուրեմն ապահովագրական օրենքները, սակայն Հայաստանում այնպես է ձևավորված այս վճարումները, որ ստացվում է հարուստների տեղը վճարելու են աղքատները, այսինքն նույն 200,000 դրամ աշխատավարձ ստացող 200,000 դրամը իդեպ հաշվարկվում է հարկերը ներառված 200,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին նույն ապահովագրավճարն է վճարելու, ինչ որ վճարելու է 1 միլիոն, 2 միլիոն, 3 միլիոն աշխատավարձներ ունեցող քաղաքացիները, որը որ իրականում սոցիալական անարդարության խնդիր է առաջացնելու եւ ամենացավալի եւ խոցելի խումբը դրանք այն աշխատողներն են, որոնք որ առաջի, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամներ չեն, 0-ից 18 տարեկան չեն եւ 28 եւ ավել փարոսառու չեն, սակայն ունեն աշխատանք, որը չի գերազանցում աշխատավարձը եւ աշխատավարձին հավասարացված վճարները 200,000-ը, նրանք մնում են ընդամենը դուրս այս համակարգից, այսինքն այդ խոցելի խումբը առողջապահական առումով դեռ անհայտ է նրանց ճակատագիրը ինչպեսին է լինելու։ Մի քանի հարց տանք։ Ինչպիսի մեխանիզմներ են անհրաժեշտ տեղերի որակի վերահսկման եւ կեղծ տեղերի շրջանառությունը կանխելու համար։ Դեղերը իրականում Հայաստանի Հանրապետությունում դեղորայքային շուկան բավականին ծանր վիճակում է։ Նայեք, Հայաստանում պետք է գրանցված լիներ 8,000-ից 10,000 անուն դեղ, որպեսզի կարողանային սպառել առողջապահական կարիքը։ Սակայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված է ընդամենը շուրջ 3,200 անուն դեղ, որոնց արկա լինելը շատ դեղեր չկան Հայաստանում գրանցված լինելով, այսպես մոտ 2,500 անուն դեղ, ինչը ենթադրում է, որ Հայաստանում կա դեղերի պահանջարկ, որը որ պետության հովանավորությամբ չեն կարողանում ապահովել։ Օրինակի համար ասեմ, հատուկ հիմնական դեղերի ցուցակը, որը որ պարտադիր պետք է լինի պետությունում անվտանգային առումներով 426 անվանում դեղ է, սակայն ընդամենը 50%-ն է, որ գրանցված է Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ինչ են անում, հիվանդներին պետք է դեղ, բժիշկը նշանակում է հիվանդին դեղ, պետք է այդ հիվանդը ճարի այդ դեղը եւ գնում են տարբեր, այսպես ասած, ճանապարհներով այդ դեղի ձեռքբերմանը, այսինքն կա պահանջարկ, չկա պետության հովանավորությունը, որի արդյունքում զարտուղի ճանապարհով անհատները, ընկերությունները բերում են այդ չգրանցված դեղերը Հայաստան եւ վաճառում են տարբեր ճանապարհներով գնում են տեսչական մարմնի աշխատակիցները տուգանում են այն տնտեսվարողներին, հա, դեղատներին, սակայն եթե այս դեղերը զարտուղի ճանապարհով դեղատներում չվաճառվեն, կվաճառվեն այլ տեղերում առանց համապատասխան խնամքի, որովհետև կա պահանջարկ, կան այդ գործերը կատարողները։ Այստեղ պետության կարևորագույն խնդիրն է լինում, որ նա բավարարի պետության կարիքը դեղորայքային, որպեսզի նման զարտուղի ճանապարհներով խնդիրներ չլինի։ Վերջերս հայտնի ուրեմն հրապարակումը եղավ ուռուցքաբանական կիրառման դեղերի ներմուծումը Հայաստանում, որոնք որ ներմուծվել էին զարտուղի ճանապարհով, որոնք որ խիստ վտանգ են ներկայացնում առողջությանը հիվանդին, սակայն առողջապահության նախարարությունը անհաղորդ մնաց նաև
եւ այդ հրապարակումներին։ Իսկ Տիկին Պողոսյան խոսեք այդ մարզային խնդիրների մասին, ինչպես կարելի է բարելավել մարզային ուժ հաստատությունների նյութատեխնիկական բազան, նաև մասնագիտական կարողությունները ու երիտասարդ բժիշկների ներգրավվածությունը մարզային խնդիրների։ Նայեք, մարզային առողջապահության, այսպես ասած, քանդման լուծարման վերջի արարն են սկսել։ Սկզբից ինչ արեցին, սկզբից բժշկական կենտրոնները, որոնք գտնվում են մարզային ենթակայության, Առողջապահության նախարարության կողմից ներկայացվեց բոլոր այն փաստերը, որով որ ապացուցում էր, որ մարզպետները ի զորու չեն, ի վիճակի չեն կառավարել բժշկական կենտրոնները։ Այդ նախագծի հիմնավորումը, եթե կարդում ենք, դա բառից բուն իմաստով ցուցմունք էր մարզպետների դեմ անգործության կամ հանցավոր գործունեության մասին։ Եվ դրանից ելնելով մարզպետարանի ենթակայություններից հանվեց բերեց նախարարության ենթակայության։ Այժմ մի նախագիծ է շրջանառվում, կառավարության որոշում, որով որ օպտիմալացնում են նաև այդ հիվանդանոցները։ Այլևս մենք չենք ունենալու տարածաշրջանների անուններով հիվանդանոցներ, օրինակ, չենք ունենալու Մարտունու բժշկական կենտրոն, Գավառի բժշկական կենտրոն եւ այլն, այլ ունենալու ենք մեկ ընդհանուր մարզային բժշկական կենտրոն իրավաբանական անձ, այսինքն լինելու է Գեղարքունիք բժշկական կենտրոն։ Եվ այս օպտիմալացման արդյունքում, որտեղ իրավական ակտում ընդհանրապես հասկանալի չի, որտեղ է գործելու այդ իրավաբանական անձը, որտեղ է լինելու նստավայրը, ինչ գործառույթներ է ունենալու, այսինքն օպտիմալացնում են, թողնում են մեկ իրավաբանական անձ եւ դրա արդյունքում հասկանալի է, որ բավականին մեծ, հատկապես ադմինիստրատիվ մասում լինելու են օպտիմալացումներ, կրճատումներ եւ աշխատակիցների ազատում աշխատանքից, որի արդյունքում իրականում արդեն մարզային առողջապահական համակարգը գնալու է իր լուծարման վերջնական փուլին։ Դրան զուգահեռ 1 տարի առաջ երկու մարզի մարզպետներ նախագիծ էին շրջանառում ամբուլատորիաների օպտիմալացման մասին։ Բազմաթիվ, այսպես ասած, արգումենտներ մենք ներկայացրեցինք, որ այդպես չի լինի, այսպես սա սխալ է, սա սխալ է, process-ը կանգնացրել են, կարծում եմ հաջորդ փուլում այդ ամբուլատորիաները եւս առողջապահության նախարարությունը կմիացնի այդ խոշոր իրավաբանական անձին, այս մարզային բժշկական կենտրոնին, եւ այսպես իրենք հիմնավորում են, որ մենք դա անում ենք, որ հեշտ կառավարենք, սակայն անտեսում են աշխատողների շահերը, բժիշկների շահերը, միջին բուժ աշխատողների շահերը, որի արդյունքում հետաքրքիր եւ ոչ գրավիչ է դառնում մարզերում աշխատելը, որի արդյունքում մարզերում աշխատող բժիշկները կամ արտագաղթում են, կամ տեղափոխվում են Երևան եւ մենք ունենում ենք լուրջ մարզային առողջապահության մեջ բժիշկների միջին բուժ պերսոնալի դեֆիցիտ։ Եվ արդյունքում մեր մարզի բնակիչները չեն ունենալու առողջապահության առումով գոհունակության ցուցանիշի բարձրացում, որովհետև գոհունակության ցուցանիշներից մեկն այն է, որ պետք է մարդիկ ոտքով հասնեն իրենց մոտակա բժշկական կենտրոնին, այլ ընկնելու են տարբեր խնդիրների մեջ, այստեղ ոչ թե խնդիր է լինելու այլևս ինչպես գտնել լավ բժիշկ, հա, որ բուժվել, այլ ինչպես հասնել մոտակա բժշկական կենտրոնը, որովհետև մենք գիտենք նաև խայտառակ վիճակում է միջհամայնքային տրանսպորտները, այնպես որ մենք այստեղ լուրջ մարզային առողջապահությունը բարեփոխելու խնդիր ունենք, որը որ չի կատարվում։ Տիկին Պողոսյան, դուք նշեցիք մարզային խնդիրների վերաբերյալ, նաև կադրային քաղաքականության մասին խոսենք, ինչ չափանիշներով պետք է այդ առողջապահական աշխատողների մասնագիտական որակավորումը լինի ու նաև արտագաղթի թեմայով, որ երիտասարդ մասնագետներ կան, որ արտագաղթում են կամ գալիս են Երևան, դրա մասին խոսեք, ինչ է պետք անել, որպեսզի պետությունը կարողանա այդ մասնագետներին պահի Հայաստանում։
Նայեք, պետությունը այս պահին անում է ամեն ինչ, որ այդ մասնագետները արտագաղթեն, հա, որովհետև այս պահին արդեն դրվել է մեկնարկի անցումային անհատական լիցենզիա եւ 2026 թվականից նաեւ մեկնարկելու է անհատական լիցենզիայի ուրեմն քննությունները, ինչ է դա նշանակում, որ բժիշկները 2026 թվականի հունվարի 1-ին սկսած բավականին մեծ թվով թղթաբանություն, այսպես թղթեր են հավաքելու փաստաթուղթ հոգեբուժից, որ իրենք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունեն, փաստաթուղթ նարկոլոգից, որ իրենք թմրամոլ կամ ալկոհոլիկ չեն եւ այլն, այս փաստաթղթերն հավաքելուց հետո մի հատ էլ պետական տուրք են մուծելու եւ գնալու են քննություն տալու, որ ապացուցեն, որ իրենք կարող են աշխատել բժիշկ։ Այսինքն, այն պետական նմուշի դիպլոմները, որոնք նրանք ստացել են բժշկական համալսարաններից կամ կլինիկական օրդինատուրայի հավաստող փաստաթղթերը նեղ մասնագետների, նրանք այդ փաստաթղթերը չեն կարողանալու գործածել, քանի դեռ չունեն անհատական լիցենզիա, ինչը ենթադրում է, որ այս բժիշկները ստիպված գնալու են եւ տալու են այդ անհատական լիցենզիայի քննությունը։ Ինքն իրենից ներկայացնում է երկու փուլ, առաջի փուլում տեստավորումն է, տեստերը կազմված են անհասկանալի ձևով, տեստերը չի տրվում բժշկին, այլ տրվում է գրականությունը, որտեղից կարող է օգտվել, գրականությունը հայա լեզու չէ, այլ որոշ մասը ռուսերեն լեզվով են, որոշ մասը անգլերեն լեզվով են, ինչ որ տարբեր երկրների ասոցիացիաների հոդվածներ են եւ այլն, այլ ոչ դասական այսպես ասած բժշկագիտությունն է եւ այս բժիշկները եթե անգամ 70%-ի այդ շեմը հաղթահարում են, նրանք անցնում են հաջորդ փուլին, այսինքն պետք է գործնական հմտություններ, հա, ցուցաբերեն եւ 5 հոգանոց հանձնաժողովը Աստված գիտի ովքեր են այդ հանձնաժողովում նստելու են եւ գնահատելու են բժիշկը ունի գործնական հնարավորություններ կատարելու այդ աշխատանքը թե ոչ։ Օրինակ, եթե բժիշկը լավագույն դպրոցն է անցել եվրոպական եւ այնտեղ նստած հանձնաժողովի անդամները չգիտեն այդ դպրոցի մասին եւ այդ տեխնիկայի մասին, ապա կարող են այդ բժշկին նշանակել անբավարար, որովհետեւ ամբողջությամբ դա սուբյեկտիվիզմի վրա հիմնված գործնական քննություն է։ Կամ այստեղ կա լուրջ շահերի բախում, ամբողջ Հայաստանի Հանրապետության բժշկական հանրույթը իրար ճանաչում են, իրար հետ աշխատում են, իրար հետ ունեն շահեր եւ շահերի բախումներ։ Եվ դրա արդյունքում շատ բժիշկների կարող են ուղղակի չտալ այդ անհատական լիցենզիան, այսինքն նրանք չհաղթահարեն այդ երկու փուլերը, որի արդյունքում նրանք ասեն դուք իրավունք չունեք աշխատելու որպես բժիշկ։ Արդյունքում այս բժիշկները պետք է ստիպված են լինելու այլ տեղ գտնել իրենց աշխատանքը, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար։ Եվ առողջապահության նախարարը հանդիպման ժամանակ այսպես կիսա մունատ ասեց, բա ինչ պետք է անեք, բա պետք է սովորեք լեզուներ, որպեսզի կարողանաք ժամանակակից շուկային դառնաք համարժեք քայլող Եվ ես կարծում եմ, որ այն բժիշկը, որը որ այդ աստիճան տիրապետելու է օտար լեզուներին, նա հաստատ իր աշխատանքը կփնտրի այլ երկրում եւ վերջի վերջո մեր երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, մեր լեզուն պետական լեզու է եւ պետական մակարդակով եթե հայերենն է մեր լեզուն եւ եթե պետական մակարդակով կատարվում է որևէ քննություններ կամ որևէ գործընթացներ ապա բացառապես դա պետք է լինի պետական լեզվով եւ կարծում եմ, որ այստեղ մեր բժիշկները ասելիք ունեն իրենց իրավունքների պաշտպանության առումով։ Տիկին Պողոսը նաև մեր խմբագրություն մի քանի անգամ նամակներ են եղել, որ շտաբ բժշկական ծառայության աշխատողները, բժիշկները, ովքեր այդ շտաբ օգնության մասին է խոսքը, գալիս են բուժելու, ասենք ինչ-որ մեկի, նայում են ChatGPT-ով գրում են, պատասխաններ են ստանում գալու ու նաև մարզերի հետ կապված շտապ օգնության ծառայության մասին խոսենք ինչ խնդիրներ կա։
Ճիշտն ասած, այո, շտապօգնության ծառայությունը իրականում այսօր ունի բազմաթիվ խնդիրներ, ճիշտն ասած մասնագիտական առումը թողնում եմ մի կողմ, որովհետև շտապօգնությունը մեծ քանակությամբ, քանի որ աշխատողներուց չկա, լինում են ուսանողներ հաճախ, իսկ ինչ վերաբերվում է ընդհանրապես ծառայությանը, այս շտապօգնության ճակերտներով բարեփոխման արդյունքում մենք հասանելիության լուրջ խնդիրներ ունենք մարզերում, օրինակ հաճախ մայրուղիներում վթարների ժամանակ շտապօգնության ուշ տեղ հասնելը կամ տարբեր ուրեմն ահազանգի փոխանցման մեխանիզմները ավելի բարդացվել է այս բարեփոխման արդյունքում եւ արդյունքում մենք ունենք բազմաթիվ բողոքներ շտապօգնության ուշ տեղում լինելը, շտապօգնության սխալ մոտեցումները եւ այս վերջերս մի ուրեմն բողոք էր եկել, որ շտապօգնությանը ահազանգել են, նա չի գնացել ընդհանրապես եւ տեսա, որ շտապօգնության ծառայության ղեկավարը արդեն Երևանում այսպես կիսամունատ ասում էր, բա ինչ պետք է անենք, հո ամեն ճնշում չափելու կամ ամեն ներարկման համար մենք շտապօգնություն չենք ուղարկի, այստեղ համակարգը պետք է աշխատի, եթե այո, այդ քաղաքացին կարիքից ելնելով ամեն օր զանգում է, նշանակում է այդտեղ խնդիր ունի անելու առողջության առաջնային պահպանման կենտրոնը, պոլիկլինիկաները եւ այստեղ պետքա հարց տալ, արդյոք շտապօգնությունը կանչը փոխանցել է իր ընտանեկան բժշկին, արդյոք ընտանեկան բժիշկը կատարել է տնային այցը եւ գտել է, որ կարող է այդ ճնշումը չափելու եւ այլ գործընթաց անել, իսկ գուցե այդ պահին այն կարիքը կար, որ պետք է շտապօգնությունը լիներ այնտեղ ու չի եղել։ Այստեղ բազմաթիվ բազթողումներ կան եւ մենք գիտենք, որ յուրաքանչյուր րոպեն շտապ եւ անհետաձգելի բժշկության մեջ կարող է ճակատագրական լինել, իսկ մեր շտապօգնությունը աշխատում է այնպես, որ այստեղ արդեն մենք չենք խոսում րոպեներից, մենք խոսում ենք ժամերից երբեմն։ Նաև դուք նշեցիք ընտանեկան բժիշկների մասին, խոսքը պոլիկլինիկաների մասին է, պոլիկլինիկաներում հիմա ինչ-որ գրանցվելու համար պետք է գրանցվես նորինս բժշկին, այսինքն հերթեր են կուտակվում, այդ դեպքում այդ ծառայության իմաստը այսպես ասած կողմ է դրա մասին ինչ կասեք։ Այո, պոլիկլինիկաների ներուժը սխալ է գնահատված եւ այդ խնդիրը արդեն 2026 թվականի ապահովագրությունից հետո է լինելու։ Եթե հիվանդանոցներ գնալուց այսօր քաղաքացիները կարիք չէին ունենում այց կատարել պոլիկլինիկա, եթե դրանք պետպատվերի շահառուներ չէին եւ այլ շահառուներ չէին, ապա այսօր ապահովագրության ներդրումից հետո այդ քաղաքացիները պարտադիր պետքա լինեն սկզբից իրենց հավաքագրած բժշկի մոտ, նոր անցնեն հետագա բժշկական օգնությունը։ Արդյոք առողջապահության նախարարությունը հաշվարկել է արտահիվանդանոցային ծառայությունը պատրաստ է այդ ծավալի քաղաքացիների ընդունելություն կազմակերպել, արդյոք իր թողունակությունը թույլ է տալիս այդ ծավալի քաղաքացիների սպասարկելը եւ արդյոք մենք ունենք այդքան բժիշկներ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, որպեսզի կարողանան այդ ծավալները սպասարկեն։ Այսօր իսկ մենք ունենք հերթեր, այսօր իսկ պոլիկլինիկաներում բավականին սպասարկման խնդիրներ կան, մի թեթև սուր շնչական վարակի տարածում հենց լինում է քաղաքում, ապա պոլիկլինիկաների հերթերը դառնում են անկառավարելի։ Սա խոսում է առողջապահական համակարգի սխալ կազմակերպման մասին։ Իսկ արդյոք արհեստական բանականությունը կարող է օգտագործվել ախտորոշման գործընթացներում Հայաստանում։ Արհեստական բանականությունը այսօր բժշկության մեջ ներդրված է բավականին լայն շրջանակներում եւ բավականին շատ օգտագործում ունի, սակայն Հայաստանում դրա օգտագործումը մենք պետք է կենսական կարևոր խնդիրները փակենք, այնուհետև անցնենք տեխնոլոգիական զարգացումներին։ Այսօր մենք Հայաստանում հասարակ բանալ դեղերի առկայության խնդիր չենք կարողանում լուծել եւ կարծում եմ արհեստական բանականությունը այստեղ եթե մեզ խորհուրդ է տալիս օրինակ ունենալ որևէ դեղորայք եւ դա ընդհանրապես Հայաստանում չկա, կարծում եմ անարդյունավետ է դառնում։ Պետք է դա համահունչ լինի առողջապահության զարգացմանը։ Տիկին Պողոսյանը խոսենք նաեւ ծննդօգնության համակարգի մասին Հայաստանում դրա ավարտենք։ Այո։
Հայաստանի Հանրապետությունում ծննդօգնության վիճակը այդքան էլ բարելավված չէ, այսպես ասեմ, վերջին ժամանակներս մայրական մահացության մասին լսում ենք ավելի հաճախ, անցած ամսում նույն կլինիկայում մեկ շաբաթվա մեջ մենք ունեցել ենք 2 մայրական մահ, սա խոսում է նրա մասին, որ մենք ունենք լուրջ խնդիրներ հսկողության հետ կապված, մոր և մանկան առողջության խնդիրներ, հոսպիտալացման հետ կապված խնդիրներ, ճիշտ և ժամանակին ախտորոշման հետ կապված, որը արժանանում է միշտ 2 կյանք, և մոր կյանքը և երեխայի կյանքը, և պաշտոնապական նամակ եմ ես ուղարկել առողջապահության նախարարությանը, խնդրել եմ տան բոլոր այն թվերը և դեպքերը, արդյոք մազապուրծ դեպքերը, այդպիսի հասկացություն կա, կյանքից ծանր վիճակներից փրկված դեպքերի և մայրական մահերի քննարկումների մասին, արձանագրությունները և այլն, և շատ տարօրինակ է, որ առողջապահության նախարարությունը ինձ ևս 30 օր է խնդրել այդ տեղեկատվությունը տալու համար, այսինքն նրանք անգամ չեն ամփոփել և չունեն այդ տեղեկատվությունը, ինչ է կատարվում այդ ոլորտում, իրականում մենք ունենք լուրջ խնդիրներ, իրականում մենք ունենք հիվանդանոցներ, որտեղ կեսարյան հատման թիվը հասնում է շուրջ 45%, սա մայրական մահացության և մանկական մահացության առումով և ընդհանրապես մոր և մանկան առողջության առումով շատ ծանր ցուցանիշ է և այստեղ պետք է լուրջ իրավիճակ լինի, լուրջ քննարկումներ լինի և իրականում հիվանդանոցները, որտեղ որ լինում են այս մահերը, պետքա վերլուծվել, որովհետև 3-րդ մակարդակներում հաճախ հասնում են այնպիսի կանայք, հղիներ, որոնք որ արդեն ուշացած դեպքեր են լինում, ճիշտ է մենք մահը արձանագրում ենք 3-րդ մակարդակի ծննդատներում, բայց պետք է վերլուծվի, ինչու է կինը հասել այդ վիճակում, այդ 3-րդ մակարդակի հիվանդանոցներ և այլն, այստեղ շատ լուրջ անելիք կա և իմ համար ծիծաղելի էր վերջի առողջապահության նախարարի, այսպես ասած, լայվը, որտեղ ինքը խնդրում էր, որ հեռու պահեք երեխաներին տարբեր կենցաղային նյութերից, որովհետև երեխաների մահացություն բարձրացումը կարող է կապված լինի դրա հետ, այսպես ասած, իրականում ես այս պահին անում եմ վերլուծություն, այնպես չէ, որ երեխաների մահվան դեպքում մեծ թիվ են կազմում կենցաղային, այդպես ասած, տոքսիկ նյութերի օգտագործումը և բերել դա ծավալել ծնողների վրա, որ դուք եք մեղավոր, որ այդպես է լինում, այդպես չի, համակարգը խնդիրներ ունի և այդ համակարգը պետքա զբաղվի այդ խնդիրներով։